Բարև սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն հոկտեմբերի 10-ն է, հետաքրքիր հարցեր եկան այսօր քննարկելու։ Նիկոլ Փաշինյանի այցն էր Բրյուսել, ես երեկ հուշացրել էի այդ այցի մասին։ Հիմա էլ արդեն Նիկոլ Փաշինյանը գտնվում է Դուշանբեում, այնտեղ էլ հետաքրքիր կարող է հանդիպումներ նախատեսված լինեն Վլադիմիր Պուտինի հետ, հնարավոր է նաև Ալիևի հետ, նաև չեմ բացառում։ Այդ հարցերի շուրջ ենք հիմա մենք խոսելու, ինչպես նաև կխոսենք Ալիևի եւ Պուտինի հանդիպումից, դա չափազանց հետաքրքիր եւ կարեւոր հարց է մեզ համար։ Գիտեք թե ինչ լարված էին հարաբերությունները Պուտինի եւ Ալիևի միջեւ եւ հիմա կրկին ջերմացում է նկատվում, ինչի մասին մենք միշտ էլ խոսում էինք, որ նման բան հնարավոր է։ Այսինքն եկավ այդ օրը, երբ որ հարաբերությունները կրկին սկսեցին ջերմանալ, հանդիպումը այդ տեղի ունեցավ եւ կարեւորը հիմա հասկանալ թե Ալիևը ինչ է ստացել Պուտինից, որ համաձայնվել է տվյալ հանդիպմանը։ Բայց նախքան դա շատ կարճ անդրադառնանք Փաշինյանի այցին Բրյուսել, երեկ էլ ասացի, որ այդ այցը մեզ համար կարեւոր է, քանի որ Հայաստանը ավելի հաճախակի է սկսում մասնակցել արևմտյան հարթակներում նախաձեռնվող տարբեր հանդիպումների, ֆորումների, հավաքների եւ համեմատաբար ավելի քիչ է Հայաստանի իշխանությունները ավելի քիչ են մասնակցում ԱՊՀ երկրների, ել չասեմ ՀԱՊԿ-ի, թեկուզ Եվրասիական տնտեսական միության երկրների հետ հավաքին, բայց հիմա կոնկրետ ԱՊՀ-ի երկրների ղեկավարների հավաքի մասով պատճառով է գտնվում Փաշինյանը Դուշանբեում։ Այսպիսի հետաքրքիր ճկուն քաղաքականություն է վարում Հայաստանը, բայց մենք տեսնում ենք, որ նույնը անում է, գրեթե նույնն է անում նաև Ադրբեջանը։ Բրյուսելում Փաշինյանի խոսքը կրկին վերաբերվում էր հայ-ադրբեջանական հարաբերություններին, Թուրքիային, թրիփի կառուցման գաղափարին, նրա խոսքերով Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կհամաձայնեցվի հիմա այդ ծրագիրը, երկուսով կիրականացնեն, որից հետո նոր երրորդ երկրներ ինչ-որ չափով կարող են ներգրավել այդ ծրագրի իրականացման մեջ, երևի այստեղ խոսքը նաև Թուրքիայի ու Ադրբեջանի մասին էր, այդ թվում, ոչ միայն այդ թվում, բայց հիմնական դերակատարները, այդ ծրագրի իրականացնողները լինելու են Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Հայաստանի Հանրապետությունը, ինչի մասին բազմիցս խոսվել է։ Ու եթե հաստատվի իրոք տարածաշրջանում խաղաղություն, տրանսպորտային կոմունիկացիաները բացվեն, ապա շրջափակվեն, բնականաբար բոլորն էլ կսկսեն օգտվել այդ տրանսպորտային կոմունիկացիաներից։ Հետաքրքիր է, որ Բրյուսելում նաև տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հանդիպումը, հիշեցնեմ ընդամենը 10 օր առաջ երևի, եթե ոչ 10, ապա մոտ 2 շաբաթ առաջ Մարթա Կոսը գտնվում էր Հայաստանում եւ Ադրբեջանում եւ որպեսզի մենք ավելի լավ հասկանանք թե ինչի են այս հանդիպումները տեղի ունենում, պետք է ասեմ, որ եթե մեկ հանդիպում ես ունենում, ինչ որ հարցեր ես պայմանավորում, ինչ որ հարցերի շուրջ պայմանավորվածությունների ես գալիս, ապա հաջորդ արդեն հնարավորության դեպքում կրկին հանդիպում ես, որպեսզի ավելի մանրամասն քննարկես այդ բոլոր ծրագրերը եւ այս հանդիպման ընթացքում հիմնականում շեշտը դրվել է վիզաների ազատականացման հարցի վրա եւ կողմերը արձանագրել են, որ այդ հարցի ուղղությամբ արձանագրվել է զգալի առաջընթաց։ Կարծում եմ սա Հայաստանի համար ամենակարևոր հարցերից մեկն է, որպեսզի Հայաստանը ունենա վիզաների ազատականացված ռեժիմ Եվրամիության երկրների հետ։ Այս տարի բնականաբար մենք դա չենք ունենա, ես դրանում համոզված եմ, բայց հավանականությունը բավականին մեծ է, որպեսզի Հայաստանը 2026 թվականին, ինչու՞ չէ, 2026 թվականին արդեն վիզաների ազատականացում ունենա Եվրամիության հետ եւ պատկերացրեք դա ինչպիսի մի մեծ հսկայական քայլ կլինի Հայաստանի համար։ Հայաստանի առջև միանգամից կբացվեն եվրոպական բոլոր երկրների դռները։ Հայաստանի քաղաքացիները անխոչնդոտ որևիցե խնդիր չունենալով շատ հեշտ
կկարողանան այցելել յուրաքանչյուր երկիր, ընդհանրապես պետք է տոմս կնես ինքնաթիռի, պետք է ամրագրես հյուրանոց եւ կարող է պահանջվի նաեւ բժշկական ինչ որ թուղթ, ապահովագրություն ավելի ճիշտ։ Եվ մենք տեսնում ենք, որ հետաքրքիր հայտարարություններ նաեւ կան Ադրբեջանից, իմպուլսներ, Ադրբեջանի արտգործնախարարն է կրկին խոսել հայ-ադրբեջանական կարգավորումից, ասում է, որ 30 տարվա պատերազմին ավարտ տրվեց, ավարտի ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել Վաշինգտոնում, եւ այս պատմական իրադարձությունը նոր հնարավորություններ է բացել Հարավային Կովկասում եւ դրանից դուրս համագործակցության համար։ Որ դման ոճի հայտարարություններ է արել նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարը, ոչ թե ռազմական ինչ որ հրետորաբանություն, այլ խաղաղությունից է խոսել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարը, այսինքն ընդհանուր Ադրբեջանի իշխանությունների մեջ ոճային փոփոխություն կա։ Մեկ-մեկ կրկին զառանցում են, բայց ընդհանուր առմամբ կարծես արդեն ավելի համեմատաբար adekvat են դարձել եւ իրենք էլ են խոսում խաղաղությունից։ Հիմա կարծում եմ կարևոր է անդրադառնալ իմ համար ամենակարևոր հարցերից մեկին։ Հանդիպումը տեղի ունեցել Վլադիմիր Պուտինի եւ Ալիևի միջև Դուշանբեում։ 1 ժամ տևել է այդ հանդիպումը։ 1 ժամ, պատկերացրեք, դա քիչ չէ, բավականին երկար ժամանակ է։ Ոչ թե տևել է 40 րոպե, այլ 1 ժամ։ Եվ ինչ է ստացել այդ հանդիպման ընթացքում Ալիևը։ Գիտեք, խնդիրը հիմնական խնդիրը ազալ ինքնաթիռի խոցումն էր, որտեղից որ սկսվեց հարաբերությունների լարվածությունը, բայց դա միակ խնդիրը չէր։ Ելի եղան բազմաթիվ առիթներ, պատճառներ, որոնք որ ավելի լարեցին հարաբերություններ Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև, սպառնալիքներ երկու կողմից, եւ հիմա, ահա, բավականին երկար ժամանակ անցած տարվա վերջեր չէ, կարծես ինքնաթիռի այդ խոցվելը։ Մոտ 1 տարի է ժամանակ է անցել, 1 տարի չէ, բայց մոտ 1 տարի է ժամանակ է անցել եւ երկար ժամանակ հանդիպում չկար Պուտինի եւ Ալիևի միջև։ Հիմա թվերը կոնկրետ չեմ հիշում, բայց հետաքրքիրը այն էր, որ Վլադիմիր Պուտինը գետնին էր նայում եւ փորձում էր արդարանալ եւ այդ արդարանալու մեջ նաեւ կարծես թե ներողություն էր խնդրում Ալիևից, ասելով, որ դրանք եղել են բեկորներ, ուկրաինական ԱԹՍ-ներ են եղել օդային տարածքում, փորձել են խոցել այդ անօդաչու սարքերը, բեկորները հարվածել են ինքնաթիռին, փաստացի հստակ Պուտինը խոստովանեց, որ իրենց հոպի աշխատանքի պատճառով է այդ ամենը տեղի ունեցել, գետնին նայելով, շատ վատ զգալով, խոստովանում էր եւ երևի թե Ալիևի ամենակարևոր պահանջները դա էին, որպեսզի Պուտինը հանրային խոստովանի, որ Ռուսաստանի Դաշնությունն էր մեղավոր։ Ճիշտ է, ինքը փորձում էր ներկայացնել այնպես, որ դա պատահական է ստացվել, դժբախտ պատահարի արդյունք է այդ ամենը, բայց նույն ժամանակ խոստովանում էր, որ իրենց օդուժի աշխատանքն է եղել հիմնական պատճառը։ Եվ այստեղ մենք կարող ենք փաստել, որ Ալիևը հասավ իր ցանկության, Պուտինը ինչ-որ միտեղ նվաստացվեց, խեղճացվեց եւ փորձում էր արդարանալ։ Ու սա շատ բան է փոխում իրենց հարաբերությունների մեջ, բայց ինչի է գնում Պուտինը այդ քայլին եւ այստեղ պատասխանը շատ պարզ է։ Պուտինը գնում է այդ քայլին, քանի որ ինքը շատ լուրջ ձևով կորցնում է իր ազդեցությունը Հարավային Կովկասում։ Ով որ լավ է հասկանում քաղաքականությունից, հստակ տեսնում է, թե ինչ մեծ եւ արագ տեմպերով Պուտինը կորցնում է իր հեղինակությունը, ազդեցությունը Հարավային Կովկասում։ Եվ միակ իր հնարավորությունը Հարավային Կովկասում ամուր մնալ, դա լավ հարաբերություններ ունենալ Ալիևի հետ, անձամբ Ալիևի հետ։ Ու դրա համար Պուտինը հանրային ստիպված էր նվաստանալ, ստիպված էր խոստովանել, որ իրենք են մեղավոր ինքնաթիռի խոցման հետ։ Հիմա ես կարծում եմ, որ միայն դրանով չի բավարարի Ադրբեջանը։
պետք է շատ ուշադիր լինենք եւ հետևենք, թե էլի ինչ է պահանջելու Ադրբեջանը Ռուսաստանի Դաշնությունից եւ անձամբ Վլադիմիր Պուտինից։ Մեր մասով ինչ կարող է պահանջել։ Արդյոք մնացել են այնպիսի լծակներ, որոնք որ կարող է Ռուսաստանը օգտագործել մեր դեմ եւ դա կարող է պահանջել Ադրբեջանը։ Ուշադիր պետք է լինենք եւ հասկանանք, թե էլի ինչի շուրջ են պայմանավորվում Ռուսաստանը եւ Ադրբեջանը եւ հիմա ինչ արագությամբ են կարգավորվում իրենց հարաբերությունները, ինչ տեմպերով։ Պետք է հետևել իրենց մամուլին, ադրբեջանական, ռուսական եւ նաեւ մամուլից կարելի է պատկերացում կազմել ընդհանուր, թե որքան հաջողակ էր այդ հանդիպումը։ Ինչ է տվել այդ հանդիպումը ոչ միայն Ալիևին, այլ նաեւ Պուտինին, ռուսներին։ Այսքանը։ Հիմա խոսենք միջազգային կարևոր իրադարձություններից եւ ամենամեծ կարևոր իրադարձությունը այն է, որ Իսրայելի եւ Համասի միջև համաձայնություն է տեղի ունեցել եւ երկուշաբթի օրը արդեն պատանները պետք է ազատ արձակվեն։ Դոնալդ Թրամփը մեծ հպարտությամբ խոսում է, որ սա արդեն իր կողմից կարգավորված 8-րդ պատերազմն է, համաձայնությունը ձեռք է բերվել, կարծես թե վերջնականի այն չնայած որ գիշերը ինչ որ էլի պատերազմական գործողություններ են եղել, իսրայելական կողմը հարված է հասցրել Համասի դիրքերին կամ ինչ որ շինության, որտեղ որ գտնվում էին Համասի զինյալները, բայց ընդհանուր առմամբ Դոնալդ Թրամփը հստակ ասում է, որ խաղաղությունը հաստատվել է, համաձայնությունը ձեռք բերվել է եւ երկուշաբթի բոլոր պատանդները ազատ կարձակվեն։ Պաղեստինում տոնում են հաղթանակ, դրան է անդրադառնում նաեւ Էրդողանը, դրան են անդրադառնում նաեւ Իրանում, միջայլոց Դոնալդ Թրամփը խոսելով Իրանից, կարծես թե շնորհակալություն է խնդրում Իրանին, որ Իրանը դրական մասնակցություն է ունեցել այս կարգավորման գործընթացի մեջ։ Շատ բաներ են փոխվում աշխարհում եւ շատ արագ են փոխվում իրադարձությունները աշխարհում։ Նա խոսել է նաեւ Իրանից, ասելով, որ եթե չհարվածեին Իրանին, շատ վատ կլիներ, Իրանը կստեղծեր ատոմային զենք եւ հետո արդեն այլ ձևով կընթանային բանակցությունները, իսկ հիմա արդեն Իրանը շատ ավելի լավ է բանակցում ըստ Թրամփի։ Սա է փաստացի սիրելի հայրենակիցներ մերձավոր արևելքում տեղի ունեցողը։ Տեսնենք, Թրամփը կրկին զեկուցում է, ահա 8-րդ պատերազմը ավարտին հասցնելու մասին եւ խոսում է նրա մասին, որ ինքը իրոք արժանի է Նոբելյան մրցանակի։ Եվ վերջում սիրելի հայրենակիցներ, կարծում եմ կարևոր է իմանալ նաեւ այն մասին, որ գիշերը մեծ ցրացում է եղել Պակիստանի եւ Աֆղանստանի միջև եւ Պակիստանը հարվածներ է հասցրել Կաբուլում, այս մասին տեղեկություններ էին տարածվում գիշերը, առավոտյան դրությամբ նորություններ, տեղեկություններ մենք նոր չունենք եւ հետաքրքիր է, որ ահա այնտեղ եւս պատերազմի հասունանում, գիտենք, որ լարված է Պակիստանի եւ Աֆղանստանի միջև հարաբերությունները եւ այնտեղ եւս կարող է նոր պատերազմ բռնկել։ Այսքանը սիրելի հայրենակիցներ այսօրվա համար, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։